Ամեն անգամ թվում է, թե չկա Օվերտոնի որևէ պատուհան, որ այս ռեժիմը չբացի եւ ամեն անգամ մեզ թվում է, որ էսել ու ավելի զարհուրելի, ավելի աբսուրդ, ավելի բռնապետական, ավելի անտրամաբանական, միջազգային բոլոր նորմերի վրա թքած ունեցող քայլ այս ռեժիմը հնարավոր չէ որ անի։ Տեղեկատվություն ստացվեց, որ կալանքի է տարվում հայրենիք կուսակցության գլխավոր քարտուղար քաղաքագիտության դոկտոր Խաչիկ Գալստյանը եւ ինչ մեղադրանքով հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած ինչ որ մի մեղադրանքով։ Հիմա պատկերացրեք, ես բոլոր տրամաբանական հնարավոր սցենարները հնարավոր էի պատկերացնել, բայց Խաչիկ Գալստյանին մեղադրել կոռուպցիոն ինչ որ գործարքների մեջ, դա աբսուրդի աբսուրդն է։ Այսօր ժամը 3-ին հակակոռուպցիոն կոմիտեն քննելու է Խաչիկ Գալստյանի խափանման միջոցը։ Ես չեմ էլ կասկածում, որ Խաչիկ Գալստյանին տանելու են կալանքի, ինչպես հայրենիք կուսակցության մեկ այլ անդամի։ Ես չեմ հասկանում տրամաբանությունը այս ռեժիմի այսքան վրեժխնդիր լինել անգամ այն գործիչներից, ովքեր իրենց ձևակերպումների, իրենց գնահատականների մեջ, ինչպես օրինակ Խաչիկ Գալստյանը մշտապես եղել են կոռեկտ։ Ինձ շարունակում է զարմացնել միջազգային հանրության Նիկոլի տերմինոլոգիայով ասած եվրոյոնջաների այս քար լռությունը, այս անասնական անտարբերությունը, երբ որ տեսնում են, թե ինչպես Հայաստանի բերդերը լցված են քաղաքական բանտարկյալներով։ 26 թվականը բանտախցերում են դիմավորելու 4 սրբազաններ, թեմերի 4 առաջնորդներ, որոնցից մեկը Միքայել Աճապահյանը նոր է տարել բարդագույն վիրահատություն։ 26 թվականը բանտախցում են դիմավորելու 2 մեդիա գործիչներ՝ Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը եւ սրբազան պայքարի 18 արդարների գործով անցնող մյուսները եւ քաղաքական հայացքներով կալանավորված այլ մարդիկ։ Միջազգային հանրությունը այս ամենը տեսնում է, միջազգային հանրությունը շարունակում է թքած ունենալ իր իսկ դավանած արժեքների վրա, որտեղ այս ռեժիմը միջազգային հանրության այն կատարյալ գործիքն է, որով աշխարհաքաղաքական այդ մեծ կենտրոնը փորձում է մեր տարածաշրջանում իր ռազմիրատը անել Ռուսաստանի հետ եւ այդ մեծ ռազմիրատի, մեծ խոտկայի արդյունքում Հայաստանում խոսքի ազատությունը, մարդու իրավունքը, մարդու ազատ արտահայտվելու իրավունքը, մարդու քաղաքական հայացքներ ունենալու սահմանադրական իրավունքը դառնում են ջնջոց, դառնում են պոլի շոր։